Հարսնաձորի լեգենդը սերիալում հերթական անգամ ամեն ինչ շրջվում է գլխիվայր այն պահը, որին բոլորը սպասում էին, Նարեի հղիության բացահայտումը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես, ինչպես կարելի էր պատկերացնել։ Հայկը վերջապես իմացավ ճշմարտությունը, նա հասկանում է, որ Նարեն սպասում է իր երեխային, բայց այդ ճշմարտությունը չի բերում հանգստություն, այն բերում է շոկ, խառնաշփոթ, ներքին փլուզում, և ամենաանսպասելին, նա չի մնում, չի հարցնում, չի պարզաբանում, նա ուղղակի հեռանում է, փախնում է Սաքոյի տնից, չհավատալով իր լսածին։ Այս պահը շատ կարևոր է Հայկի կերպարի համար, նա առաջին անգամ կանգնում է մի իրականության առաջ, որը չի կարող միանգամից ընդունել։ Տարիներ շարունակ նա ապրել է ցավի, կորստի և վրեժի զգացումով, իսկ հիմա հանկարծ նրա առաջ բացվում է մի նոր իրականություն՝ նա հայր է դառնալու։ Բայց այդ իրականությունը գալիս է ամենաբարդ պահին, երբ նա պատրաստ էր սպանել, երբ նա կոտրված էր ներսից, երբ նա չէր վստահում ոչ ոքի։ Հայկի փախուստը վախկոտություն չէ, դա մարդու արձագանք է, ով չի կարող միաժամանակ կրել այդքան ծանր ճշմարտություններ։ Նա պետք է ժամանակ ունենա հասկանալու, ինչ է տեղի ունեցել, ինչ է զգում, ինչ է ուզում։ Նրա ներսում հիմա պայքարում են երեք ուժեղ զգացողություններ՝ սերը Նարեի հանդեպ, ատելությունը Սաքոյի նկատմամբ և անսպասելի պատասխանատվությունը դառնալ հայր։ Այս երեքը միասին ստեղծում են ներքին պայթյուն։ Ինչ է սպասվում Հայկին։ Շատ հավանական է, որ առաջիկա սերիաներում մենք կտեսնենք նրա ներքին պայքարը, նա չի կարող երկար ժամանակ փախչել, նա ստիպված է լինելու վերադառնալ կամ ֆիզիկապես, կամ որոշման մակարդակում։ Կան մի քանի հնարավոր ուղղություններով նրա զարգացման համար։ Առաջինը՝ նա կհասկանա, որ երեխայի գոյությունը փոխում է ամեն ինչ։ Նա կարող է որոշել, որ չի կարող շարունակել ապրել վրեժի զգացումով, որ պետք է կանգ առնի, մտածի ապագայի մասին և վերադառնա Նարեի մոտ։ Երկրորդը հակառակը՝ նա կարող է ընկալել այս ամենը որպես հերթական խաբեություն, չնայած որ նա վերջին անգամ զանգահարում է Սոնային հասկանալու համար՝ իսկապես այս ամենը խաբեություն է, թե ոչ։ Նա խնդրում է Սոնային, որպեսզի նա ասի ճշմարտությունը։ Սոնան նրան ասում է, որ այո, նա ցանկացել է երկար ժամանակ Հայկին ասել ճշմարտությունը, բայց Հայկն այդպես էլ չի ուզեցել լսել, չի ուզեցել լսել Նարեի մասին և հետևաբար չի իմացել, որ Նարեն իր սրտի տակ կրում է իր հարազատ երեխային։ Նա կարող է ընկալել այս ամենը որպես հերթական խաբեություն, քանի որ Նարեն երկար ժամանակ լռել է, նա կարող է չվստահել նրան, սա կարող է բերել նոր բաժանման։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս պահին Հայկի որոշումը միայն իր մասին չէ, նա պատասխանատու է արդեն մեկ այլ կյանքի համար։ Նարեի համար այս իրավիճակը նույնպես շատ ծանր է, նա վերջապես փորձեց ասել ճշմարտությունը, բայց կրկին չհասցրեց ամբողջությամբ բացվել։ Հայկի հեռանալը կարող է նրան կոտրել, բայց միևնույն ժամանակ նա արդեն այլևս միայնակ չէ։ Նա ունի մի բան, որը նրան ուժ է տալիս իր երեխային։ Սաքոյի համար այս ամենը ևս մեկ հարված է, նա տեսնում է, թե ինչպես է իր անցյալը ոչնչացնում ներկան։ Նրա առաջ կանգնած էր մարդն, ում կյանքը կործանել էր, և հիմա այս մարդը դառնում է իր թոռան հայրը։ Սա շատ ծանր ճակատագիր է։ Արմոն, ինչպես միշտ, այս քաոսի մեջ փորձում է շահել։ Հայկի հեռանալը նրա համար հնարավորություն էր Նարեին ավելի մոտիկ լինելու, բայց հիմա Հայկը վերադարձել է, ու նա պարզում է, որ Հայկը Հայաստանում է։ Նա դեռ չգիտի, թե իրականում ինչ է կատարվել այդ տանը։ Սերիալը հիմա մտնում է իր ամենահուզիչ փուլը, ոչ թե պարզապես գործողությունների, այլ զգացմունքների։ Հայկը կանգնած է կյանքի ամենակարևոր ընտրության առաջ՝ լինել մարդ, ով ապրում է անցյալով, թե մարդ, ով ընտրում է ապագան։ Եվ այդ ապագան հիմա ունի անուն՝ նրա երեխան։ Հարսնաձորի լեգենդը հենց այս կետում դառնում է ոչ միայն վրեժի և գաղտնիքների պատմություն, այլ նաև ընտրության մասին պատմություն։ Եվ ամենամեծ հարցը մնում է՝ կվերադառնա Հայկը, թե իր փախուստը կդառնա ամենամեծ սխալը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Հայկը կընդունի իր երեխային, թե կմտածի դեռ երկար ժամանակ նրանք խաբում են ու դա Արմոյի երեխան է։ Ճշմարտությունն են ասում, որպեսզի փրկեն իրենց հորը։
Ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են լինելու հետագայում։